Շոքն ամեն օր նոր ռեկորդներ է սահմանում։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով քաղաքում, կաթսայի էֆեկտի գյուղերում, բերքի կորստի բնությունում, անտառային հրդեհի ու ջրի պակասելու կլիմայական որ վտանգն է Հայաստանի համար ամենառիսկայինը, ասել հնարավոր է միայն մոդելավորումների միջոցով, պնդում են փորձագետները։ Ցավոք սրտի մեր երկրում ամբողջական ռիսկերի մոդելավորման գործընթաց դեռևս չի իրականացվում։ Ինչ պատկեր հիմա ունենք, ինչպիսի կանխատեսումներ ու հնարավոր լուծումներ կարող են լինել։ Այս մասին է բնապահպանական հայտնի Green Talk փոդքասթերի տեղական մուգ կանաչ զրույցներ շարքը։ Քննարկումները COP17-ին ընդառաջ նախաձեռնել է Armenia Tree Project-ը։ Օրվա հարցը մեր երկրի դեպքում չափազանցված թե թերագնահատված է կլիմայի փոփոխության ռիսկը։ Քաղաքային լեգենդներն ասում են, որ ամառները առաջել էին շոգ, ջուրը առաջել էր քիչ, չգիտեմ, հրդեհներ առաջել էին լինում, ինչքանով է կլիմայի փոփոխությունը առարկայական ու իրական այսօր, ինչքանով են միֆերը հեռու իրականությունից։ Խնդիրը ըստ կլիմայական եւ աղետների ռիսկի կառավարման փորձագետի եղանակային էքստրեմալ երևույթների հաճախակիացումն է, օրինակ է բերում այս ամռան ուժեղ կարկուտները Շիրակում ու Ստեփանավանում։ Նաեւ պտտահողմերի ենք սկսում ականատես լինել, այնպես չէ, որ նախկինում նման երևույթներ չեն եղել։ Եղել են, միայն թե բնության գերշահագործման հետևանքով հիմա ավելի են սրվել։ Դեբետի վարարումը դրա ապացույցներից մեկն է։ Սլաֆային հոսքը, որը որ տեղի ունեցավ Ալավերդիում, բացարձակապես անտառահատման, կենցաղային աղբի եւ քարաբեկորների, որոնք չէին մաքրվել, դրանց ջրի արդյունքում լվացվելու արդյունքում հավաքվել դարձել էին արհեստական, այսպես ասած, պատվար, որը ջրի մակարդակը բարձրացրել էր եւ քանդվելու դեպքում բերեց ջրածածկման նաեւ։ Եվ բնակչությունը, եւ բիզնեսը, եւ պետությունը պետք է խնայեն բնությունը, եթե ոչինչ չարվի, էկոլոգիական միջավայրը Հայաստանում կտրուկ կվատանա։ Կլիմայի փոփոխության 4-րդ ազգային զեկույցի երկարաժամկետ ռիսկերն է ներկայացնում Արմեն Չիլինգարյանը։ 2100 թվականի մոտավորապես նախնական սցենարներին համապատասխան մենք կունենանք մինչև 4 եւ 7 աստիճան ջերմաստիճան բարձրացում։ Մեզ մոտ կլինի մոտավորապես տեղումների նվազեցումներ 8-3% շրջանակներում եւ իհարկե մեր գետային հոսքի նվազումներ կլինեն մոտավորապես մինչև 30% քանակով։ Իրավիճակը կարող են մեղմել մարզերում անտառ տնկելը, քաղաքներում կանաչ գոտիների ավելացումը, ջերմային ալիքների ազդեցությունը նվազեցնելու լուծում է նաև քաղաքաշինական նորմերի թարմացումը, շենքերի երեսպատման համար ինչ քարընտրել մայթերի ստվերը, որ ծառատեսակով ավելացնել կամ ինչպես անել, որ ոտքերի տակ գետինը չեռա։ Ասֆալտապատման հետ պետք է մենք հարցերը դիտարկենք, շատ երկրներում օրինակ սալիկապատված տարածքներ ունեն, որ ավելի քիչ ջերմաստիճանի անդրադարձություն ունեն։ Ըստ փորձագետի մարդիկ պետք է սկսեն նաև հարմարվել բնության առաջարկած լուծումներին։ Լանդշաֆտների բարձրանալու պատճառով Վարդենիսի որոշ գյուղերում նկատում են կարտոֆիլի բերքի պակասելու հետ ցորենին ավելանում է։ Նաև ծիրանն է սկսում տեղում հասնել։ Կլիմայի փոխվելու ազդակները բազմազան են, այնպես որ մուգ կանաչ զրույցները դեռ կշարունակվեն։ Հերմինե Բաղդասարյան, Ռոմիկ Խաչատրյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։